շատ ուղիղ հարց են հղում ՄԱԿ-ի փորձագետները, ասում են ինչ եք արել այս մարդկանց արդարացի փոխհատուցում տալու համար, երկար տեքստ են գրել են ոստիկանական գվարդիան ենք բարեփոխել, դատավորներին ենք վերապատրաստել եւ այլն եւ այլն։ Ասում են, չէ, ինչ եք արել փոխհատուցելու համար, արդեն պարզ է այդ կադրերից, որ անհամաչափ ուժ է կիրառվել, այս հարցերի պատասխանները չենք ստացել։ Եվ այս պարագայում նաև խնդրանքս է Հայաստանում գործող իրավապաշտպան կազմակերպություններին, հասարակական կազմակերպություններին, որ մի թողեք այս ամեն ինչի բեռը միայն փաստաբանների ուսերին, որովհետև փաստաբանների գործը այս օրերում առանձետել հեշտ չի եւ իրականացնել դատական պաշտպանություն եւ գնալ տեսնել կալանավորներին եւ կազմել այդ բոլոր ներպետական փաստաթղթերը եւ այլն, այսինքն կոնկրետ մարդկանց իրավունքների սահմանափակման գործում զբաղվել, բայց նաեւ երբ որ հարցը վերաբերում է այս աստիճան լայնածավալ խախտումներին, խնդրանքս է, որ գոնե պահելով բազային մարդու իրավունքների հարգման սկզբունքները համագործակցենք իրար հետ։ Հիմա անցնենք այն հերթով այդ կառավարության հարց ու պատասխանին, այսինքն ինչեր են պատասխանել, փորձեմ ամփոփ ներկայացնել ու միանգամից կանցնենք, եթե հարցեր ունեն սրան, երևի հարց ու պատասխանի միջոցով ավելի հեշտ կլինի։ Ուրեմն, տեսեք, առաջին կարևոր հարցը, որ տալիս են ՄԱԿ-ի փորձագետները, ասում են մի հատ ընդհանուր գնահատեք, էլի, այս ինչ են ձեզ, այս ինչում են ձեզ մեղադրում։ Հունիս 12 եւ 18 արդարների գործ։ Հունիսի 12-ի մասով Հայաստանի Հանրապետության կառավարությունը մոտապես հետեւյալն են։ Ասում են, այդ մենք չէինք բռնություն գործադրում, այդ բռնարարները ցուցարարներն էին։ Ու որպես բռնարարության ամենացայտուն օրինակ ներկայացնում են Բագրատ Սրբազանի խոսքը, այն մասին ասում է, գրում են կոչ է արել հանել սաղավարտները ոստիկաններին։ Բացում ենք, ինչ է ասել իրականում, ասում է տղաներ, կարիք չկա սաղավարտ կրելու, որովհետև այստեղ ձեզ ոչինչ չի սպառնում։ Ուղղակի ասում եմ, քանի որ շոկ է սաղավարտների տակ։ Եվ այս ամեն ինչը կառավարությունը պաշտոնապես ներկայացնում է որպես ապացույց, որ այդ ցուցարարներն են եղել բռնարար։ Շարունակությունն էլ ունի դա։ Հա, հետագայում նաև Նիկոլ Փաշինյանն է դրա մասին ազգային ժողովում խոսել։ Ասել, որ ես կազմակերպել եմ ներողություն տալ, ուղղակի շատ հետաքրքիր բառ է սա։ Ասելով, որ եպիսկոպոսը խոսել է ոստիկաններին համոզելու, որպեսզի սաղավարտները հանեն եւ հետո գնացել քարանետում է կազմակերպել։ Սա խոսել է խորհրդարանի ամբիոնից։ Եվ սրա համար մենք դատի ենք տվել իրեն եւ եթե տեսնեք ինչ են ներկայացրել իր պաշտպանները այդ իմաստով, որ ի նկատի չի ունեցել իրեն, արդյոք միայն ինքն էր այնտեղ հոգեվորական եւ այսպիսի մի ստերի շարք Եվ վերջում տեսնելով, որ դրանք չեն անցնում, ուրեմն հայցային վաղեմության ժամկետով դատարանը մերժել է դա։ Սա է սրանց պատկերը, հիմա ներողություն խնդրեմ։ Այդ փաստը արձանագրել են որպես մեղադրանք մեր հանդեպ, որպես պատասխան ՄԱԿ-ի, այսպես ասած, հարցադրմանը։ Հետո հաջորդ ասում են ոստիկանությունը բազմաթիվ անգամներ իրենց սիրելի արտահայտությունն է օրինական պահանջներ են ներկայացրել, դրան չեն ենթարկվել եւ փորձել են ճեղքել ոստիկանական պատը եւ մտնել հատուկ պահպանվող տարածք։ Մենք ընդհանրապես մի պատասխան ենք տվել սրան ՄԱԿ-ի փորձագետներին, ասենք խնդրում ենք ապացույց ներկայացրեք։ Խնդրում ենք այն ինչը որ ասում եք, տեսեք մենք եթե համեմատենք օրինակ մեր գրածները եւ կառավարության գրածները, գրեթե մեր ամեն նախադասության վերջում կա մի հատ footnote, հայերեն ոնց է, տողատակ եւ դրված է մեր կատարած պնդումը հավաստող ապացույցը։ Տեսանյութ, լուսանկար, հայտարարություն, բառացի թարգմանություն եւ այլն։ Ինչ է դրած կառավարության պատասխանների տակ, ոչ մի բան, ուղղակի հավատացեք մեր ազնիվ խոսքին,
բովանդակության շարադրանք։ Իրենց սիրած հորը Սարեվ։ Ընդ որում այդ Ոմանք օրվա այդ էլ տարածված տեսանյութերից շատ հստակ երևում է եւ ելի հիշողության թարմացման կարգով ասեմ, ոստիկանությունը 1-2 անգամ հայտարարություն արել իբրև թե օրինական պահանջ ներկայացնելու, դրանից ժամ ու կես հետո, գուցե նաեւ 2 ժամ, նոր տեղի են ունեցել բախումները։ Այսինքն իրենք ինչ որ հերթապահ հայտարարություն են արել, հետո փորձել են դրանով արդարացնել բախումները, թեև այդ հայտարարությունից հետո ոչ մի խնդիր չի եղել եւ ցույցը շարունակվել է իր բնական անունով։ Նույն հաջողությամբ կարող էին ասել մի շաբաթ առաջ ենք հայտարարություն տվել, թող մարդիկ իմանային լսեն։ Շատ մարդիկ, ովքեր այդ տարածքում են գտնվել բախումների պահին, նույնիսկ այդ հայտարարության պահին ներկա չեն եղել։ Եվ այդ հայտարարությանը հաջորդել է ցուցարարների ծեծը, այդ թվում Աբրահամ Գասպարյանին ոստիկանական շարքերի հետ գողանալը եւ ծեծելը։ Դրան հաջորդել է Պռոշյան փողոցում մոտ 100-150 երևի անձի անհիմն բերման ենթարկելը եւ Սրբազանի պահանջը նաեւ այդ ցույցին դա էր, որ անհապաղ ազատ արձակեն բերման ենթարկված քաղաքացիներին եւ դրան հաջորդել է կարմիր բերետավորների անմարդկային վերաբերմունքը Սիրիաների այգում գտնվող քաղաքացիների նկատմամբ ծեծը, որը քաղաքացիների մոտ բրդովմունքը առաջացած ստիպելով մտնել Սիրիաների այգի։ Բայց նույնիսկ դրանից հետո այդ որոշակի լարված վիճակից հետո հստակ տեսագրված երևում է, մենք դա ենք ներկայացրել, ինչպես է ամեն ինչ հանդարտվում, ոստիկանները դուրս են գալիս Սիրիաների այգուց, փակում են դարպասները, որին անմիջապես հաջորդում է կադրերն էլ կան, ինչպես է այն ժամանակվա ոստիկանապետ Արամ Հովհաննիսյանը ցուցում տալիս ոստիկանության զորքերի հրամանատար Հայկ Բաբյանին, վերջինս էլ ցուցում է տալիս շարքային մի ոստիկանի, որ լուսաձայնային նռնակը նետի մարդկանց ուղղությամբ, այդ թվում հավաքված լրագրողների ուղղությամբ։ Շատ կարևոր բան է, ճիշտ ասած։ Եվ այդ անձը, ով կառավարության նշած, հա, որ ասում են պատշաճ քննություն ենք անում, այդ գործով արդեն պետք է ունենալ մեղադրյալի կարգավիճակ, մի քանի օր առաջ նոր պաշտոն է ստացել, զբաղեցնելով ռազմական ոստիկանության պետի պաշտոնը։